Սելյայնակիցներ, ելույթս վերնագրել եմ փոխադարձ առավելությունների գաղտնիքը և ապաշրջափակման նշաձողի իջեցումը։ Այստեղից Նիկոլ Փաշինյանը 22 թվականին ասում էր. միջազգային մեր գործընկերները պարտադրում են, որ մենք իջեցնենք Ղարաբաղի կարգավիճակի մեր նշաձողը։ Ովքեր էին այդ միջազգային գործընկերները, Նիկոլ Փաշինյանը ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո չպատասխանեց, թե պետքային բազմաթիվ հարցեր։ Ինչքան են պատրաստվում իջեցնել նշաձողը, այդ հարցը նույնպես մնաց անպատասխան։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդ նշաձողը դուք ոչ թե իջացրել եք հատակի մակարդակին, այլ մի հատ էլ փոս եք փորել և մեջը թաղել եք և հիմա նույնիսկ Արցախ բառը վախենում եք ասել։ Պետական երկու բարձրաստիճան պաշտոնյա, հիշեցնեմ, ասեցին Արցախ, ներողություն Լեռնային Ղարաբաղ։ Ինչ տեղի ունեցավ 3 առաջի օրը, որ այս իշխանությունները այսքան թմկահարում են, ասում են, Հայաստանի շրջափակումը ճեղքվեց։ Ոգևորության պահին մեր երկու գործընկերներ, մեկն այստեղ է, մեկը այստեղ չի, ասում են, բացվեց սահմանը։ Որ սահմանն է բացվել, ժողովուրդ, Հայաստան-Ադրբեջան սահմանը բացվել է։ Մի հատ կասեք, որն է այդ անցման կետը, սահմանային անցնո, պարոն Հակոբյան։ Մի հատ ասեք, եկեք միասին անցնենք, հեսա 25 հոգի ելույթ ունեցեք, գնանք այդ սահմանը անցնենք։ Մյուս մեր գործընկերն ասում է, նոր դուռ է բացվել։ Պետրոս մեծն է, պատուհան դեպի Եվրոպա։ Այս մարդը բացել է նոր դուռ դեպի ուր դուշման դարասի։ Ժողովուրդ, ձեռ եք առնում ձեզ։ Այդ նույն սահմանային անցումն է, որը էլի Վրաստանով է գալու։ Որ դուռն է բացվել, Վրաստանի դուռը պետք է փակվեր։ Հիմա մյուս խնդիրը ապաշրջափակման դիմաց Ադրբեջանը զիջում է արել։ Մենք միշտ ինչ էինք փորձում հասկանալ, երբ ստորագրվեց օգոստոսի 8-ի երկկողմ հռչակագիրը, որը այստեղից փորձում էր ներկայացվել որպես եռակողմ գրողը տանի, որն է փոխադարձ առավելությունը։ Հիմա մենք հասկացանք, Հայաստանի այսօրվա իշխանությունները ադրբեջանցիներին տալիս են միջանցք։ Այդ բառը ով ինչպես ուզում է թող հասկանա, անխոչնդոտ անցումը, դա միջանցքն է, որովհետև երբ գործընկերները փորձեցինք հասկանանք Նիկոլ Փաշինյանից, այդ անխոչնդոտը որն է, ինքն ասում է, դե օրինակ ԵԱՏՄ, հիմա ԵԱՏՄ-ում այսքան խնդիրներ կան։ Փոխարենը ինչ որ անորոշ առավելություն, ասում եք, կարող է այդ անորոշ առավելությունը փողն է, որը դուք առաջարկում էիք դեռևս 2001 թվականին։ Հիմա ինչ է, մենք տալիս ենք միջանցք, Ադրբեջանը թույլ է տալիս մի անգամ, որտեղ խոսք չի եղել, որ դա եղել է մշտական գործողություն, կոնկրետ ակտաուից ցորեն բերել Հայաստան։ Եվ հիմա ինչ է տեղի ունենում, Նիկոլ Փաշինյանը եւ դուք ասում եք շրջափակումը ճեղքվեց։ Այսինքն շրջափակումը, որը դուք նախապես դիտում էիք որպես ճանապարհների ապաշրջափակում, բոլոր կապուղիների ապաշրջափակում, գցեցիք եւ քացով տվեցիք, ոտով մի հատ էլ լղջեցիք, որպես ակտաուից մի պարտիա ցորեն։ Ինչքան ցորեն, տենց էլ ոչ ոք չի հասկանում։ 2022 թվականին, պարոն Հակոբյան, քանի որ դուք էիք սահմանը բացելու մասին, կառավարությունը շրջանառեց որոշման մի նախագիծ, որով առաջարկում էր 3 սահմանային անցման կետ տալ։ Մեկը Սադարակ, մյուսը Քարաունջ, երրորդը Ղազախ։ Ադրբեջանն ասեց, որ ձեռ եք առնում, այդ որոշումը նախագիծը էլ չկա, կառավարության օրակարգ չմտավ, չնայած Նիկոլ Փաշինյանի հարցմանն ի պատասխան արտգործնախարարն ասում է, չէ, դա օրակարգում է, երբ պետք լինի կմտցնենք, խրոխտ ինչ որ մի հատ առաջարկություն։ Հիմա պատասխանը,
Դեք սովետի ժամանակ մի հատ անեկդոտ կար, ժողովուրդը բողոքում է, սաղին բողոքում, պատասխանը գալիս է Ժիլսամ ատначальնիկը ԺԵԿ-ը։ Հիմա Փաշինյանին ով ինչ գրում է, գալիս է ուրիշներից, ատначальնիկը ԺԵԿ-ը։ Ուրեմն 2025 թվականի հունվարի 8-ին ի պատասխան Ալիևի հոխորտանքների Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Armenpress թերթին, ասում է. Մենք երասխ Սադարակ Օրդուբադ Մեղրի Զանգելան երթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ են կարել Ադրբեջանին։ Դա ավելին է, քան առաջարկը։ Դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, եւ մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա եւ կսկսենք երկաթուղում մեր հատվածների շինարարությունը։ Սա ասվել է հունվարի 8-ին։ Ուր է այդ առաջարկությունը կոնկրետ։ Ես հարց եմ ուղարկում начальнику ԺԵԿ-ը, ասում եմ, այդ առաջարկությունը խնդրում եմ ներկայացրեք, որի մասին դուք խոսել եք հունվարի 8-ին, եւ Ադրբեջանի պատասխանը, գիտեք ինչ պատասխան է գալի, ժողովուրդ, պինդ բռնվեք, չընկնեք։ Ինձ ուրեմն մնացական Սաֆարյանը առաջարկում է դիտել Նիկոլ Փաշինյանի ելույթը մայիսի 26-ին Երևանյան երկխոսություն բացման նիստի ընթացքում։ Բռնվել եք, չէ՞։ Ասում եմ Ադրբեջանի պատասխանը տուր, ասում է Նիկոլ Փաշինյանի ելույթը նայի։ Այս մարդը ձեր նշանակած փոխարտգործնախարարն է։ Ժողովուրդ, քանի դեռ երասխ Սադարակ ճանապարհը հատվածը չի կառուցվել, Հայաստանը շրջափակված է։ Նայեք քարտեզի վրա ինչ է նշանակում։ Ասում եք Թրամփի ուղի մեր շրջափակումը ճեղքվեց։ Հիմա մի հատ պատկերացրեք, լավ, Կովսականից գնացքը գալիս է, մտնում է Մեղրի, դուրս է գալիս, գնում է Օրդուբադ, Նախիջևան, Սադարակ, հետո ո՞նց է մտնում Հայաստան։ Այդ երասխ Սադարակը պետք է կառուցվի։ Երբ մենք ասում ենք համաժամանակյա, դա ի նկատի ունենք, դա, որ իրանք ստեղից մտնեն, մենք էլ ընտեղից կարողանանք մտնենք, այ դա է համաժամանակյան։ Տիկին Կարապետյանն ասում է կլինի, երբ Տիկին Կարապետյանի շուզատկին, շատ լավ, ուրեմն դրա համար համաժամանակյա, դրա համար թրիփը, Թրամփի ուղին պետք է ներառել ոչ թե 42 կիլոմետրը, այլ ամբողջ ճանապարհը դուրս գալով մինչև երասխ։ Նմանապես, եթե դուք նայել եք, իսկ դուք վստահաբար նայել եք խաղաղության խաչմերուկը, այնտեղ ուրիշ ճանապարհ էլ կա։ Իջևան, Ղազախ, բա դրա հարցը երբ է քննարկվելու։ Պետք է քննարկվի, չէ՞, որովհետև դրանով նույնիսկ դեպի Թբիլիսի ճանապարհն ավելի կարճ է։ Դեպի արևելք եւ դեպի Կասպիցով ճանապարհը ավելի կարճ է։ Եթե դա չկա, էսելի եմ ասում, բացեք քարտեզը։ Այդ թրիփը նույնիսկ մեզ թույլ չի տալիս գնացքով Արարատի մարզից միանալ Սյունիքի մարզ, էլ չեմ խոսում։ Ես ասեցի հենց նոր, բացեք քարտեզը եւ նայեք, եթե չկա երասխ եւ Սադարակ ուղին, ո՞նց է կանելու, պարոն Սիմոնյան, սենց ընդհատակի ակածաններով լեռնային։ Այդ ուղին չկա, ժողովուրդ։ Քանի դեռ դա չկա, այս մեկի մասին խոսակցությունները դառնում է ընդհանրապես այս խրոխտ պատասխանը։ Вот придет Наталья Семеновна, я скажу своему слово, բասեիք այս ամբողջի մեջ միացրեք նաև երասխ Սադարակը։ Բա ուր գնում էր, արդեն գիտեք, եվրոպական գործընկերների հետ խոսում եք, անեկդոտ է դառը, ասում է ձեր վարչապետն գալիս է այդ խաղաղության խաչմերուկ քարտեզն է դեմ տալի։ Բա ասեք, բա այս մնացածը, բա ապա շրջափակումից եք խոսում։ Հիրավի հետաքրքիր է Ռուբեն Ռուբինյանին պատասխանելը, ուղղակի մի փոքր բան ասեմ, ձեզանից ժողովուրդ 004 շրջափելականը ոչ ոք չի կարդաց։ Կարդացել եք են, ինչ որ խզմզել է, հերթերից մեկը, կամ տպել է, ձեռագիր չի եղել, հա։ Եվ պարոն Մինասյանը ձեզ առաջարկ էր ասել, ասում եք եկեք մի հատ նայեք, եթե ուզում եք, ձեզանից որևէ մեկը չեկավ, հետվաբար մի ասեք, կարդացած, գրած, չմոռանաք դա, դուք հրաժարվել եք, ասնակ եկեք կարդացեք, ինչ հրապարակ եք, էլ ինչ հրապարակ ենք,
Չենք ուզում ասում ենք ով հետաքրքրված է։ Հոպ, մի րոպե։ Բա Նիկոլ Փաշինյանին ասում ենք հրապարակեք։ Ասում է չէ, եկեք փակնից տանենք, մենք կներկայացնենք։ Այդքան սկզբունքային է։ Դե վատնօրինակը խեք։ Երկրորդը։ Պարոն Խաչատրյան, մի գոռացեք։ Խնդրում եմ, Ձեր ժամանակը սպառվել է, շնորհակալ եղեք, որ ընդհանրապես ձեր միկրոֆոնը չեմ անջատում։ Սիմոնյան, ուրեմն բեք վոկալի կարիք չունեմ։ Երբ խոսում եմ, խնդրեմ ապահովեք, որ դա Պարոն Խաչատրյան, դուք մտնում եք երկխոսության մեջ, դառնում եք եւս բեք վոկալ, հետո ասում եք ես դրա կարիքը չունեմ։ Դա համար երբես ասում եմ, թող ստեղից պատասխան։ Դուք ձեր ժամանակին նախ հետևեք։ Երկրորդը շատ լավ, ուրեմն քանի որ ընդհատեցին ընդհատումը եղել էր արդեն որ ժամանակը սպառվել էր։